Քո բոլոր գրքերը ես կարդացել եմ մի օրում։ Տեսել եմ իմ աչքով եւ առաջին ձեռքից ինչ որ բաների էլ ներգրաված եմ եղել, Որտեղ են փորձում մեզ քաշել։ Ստացվեց այնպես, որ այդ երկրորդ շանսը մենք չունեցանք։ Շատ կոնկրետ առաջարկներ էին ու շատ լայնածավալ։ Ռուբեն Վարդանյանը մշտապես փորձել է պայքարել միջակության դեմ։ Այնտեղ ինչ որ ուրիշ բան կա, որ մեզ չեն ասում։ Հրաձգություն տեղի ունեցավ Ռուբեն Վարդանյանի եւ Նիկոլ Փաշինյանի միջև Մոսկվայում։ Մեր օբշես կայացած կոնսենսուսը քաղաքական պետք է փլվի։ Մեզանից յուրաքանչյուրը շատ բան պետք է աներ, որ չարեց։ Բարև ձեզ, եթերում լուրջ քասթն է, շնորհակալություն, որ մեզ հետևում եք YouTube-ում, լսում եք մեզ բոլոր ոդկասթային հնարավոր հարթակներում, մենք ամեն տեղ կանք, եւ այսօր մեր հյուրն է Արա Թադևոսյանը, Մեդիամաքսի տնօրեն, համահիմնադիր եւ Ռուբեն Վարդանյան Դոն Կիխոտն ու Վիշապները գրքի հեղինակը, ինչի առիթով էլ որոշեցինք այսօր հանդիպել։ Շնորհակալություն, որ առաջինն եմ, չէ՞, երևի կարդացը։ Կարծում եմ առաջիններից մեկը, այո։ Հա, փոխանցեցիր ու հիմա կարծում եմ շատ կարևոր է խոսել ոչ միայն Ռուբեն Վարդանյանի մասին, բոլոր մեր գեյների մասին ու շատ հետաքրքիր գիրք է։ Ես սկսեմ կոմպլիմենտով, այդպես չեմ որ թեմից լավ բաներ եմ ասում։ Քո բոլոր գրքերը ես կարդացել եմ մի օրում։ Կամ շատ կարճ ես գրում, բայց չէ, էլի ոնց որ գրելուց ոչ նա երևի տենց շատ sense բան որ միանգամից շատ սահուն ընթերցվում է, ինչի համար շնորհակալություն։ Ես եմ շնորհակալ կոմպլիմենտի համար, իրականում կարծում եմ գաղտնիք չի իհարկե, բայց բանն այն է, որ սա լրագրողական աշխատանքի շարունակությունն է, ըստ էության։ Ինքը պրոդուկտը գիրք է, բայց ինքը իր էությամբ ոնց որ երկար long read լինի, հա, այդ է բանը կարծում եմ եւ ընթերցողի համար, որովհետեւ գիրքը, պարզա փաստավայրագրական գրքերը մի փոքր այլ ոճի են սովորաբար լինում, բայց դրանք էլ կարող են լինել բավական բարդ ոճով գրված, այո, ես փորձում եմ այն ոճը, որը լրագրության մեջ ունեմ, այս գրքերում էլ պահպանել։ Գրքում նկարագրված են տարբեր դրվագներ, կարելի ասել ամենաառաջինից, հա, երբ որ սկսեց պարոն Վարդանյանը ծրագրեր անել Հայաստանում, ես քրոնիկոնի պես գնում է ու այդ ամեն ինչում միշտ ոնց որ ես զգացի, որ իր մեջ ներքուստ այդ պայքարն է, որ դառնա ինքը քաղաքական գործից, թե չդառնա, ոնց որ ինքը իրան տենց անընդհատ թերագնահատի, այնտեղ դրվագ կար, որ Բիդինա Իվանիշվիլիի մասին էիք խոսում ու ինքը տենց շատ բարձր իր մասին ասեց, բայց եզրահանգումը, որին դու եկար, որ ինքը իրականում շատ ավելին կարող էր, բայց ուղղակի ինչ-որ բան ներսից իրան անդադ կանգնեցնում, հա։ Դե տեսեք, ես իր հետ աշխատել եմ շատ սերտ 2013 թվականից մինչև 2019-ի սկիզբ, այսինքն Մեդիամաքսը եւ ես որոշ իմաստով ոնց որ տեղեկատվական առումով խորհրդատու էինք հանդես գալիս եւ այո, ես շատ բաներ տեսել եմ իմ աչքով եւ առաջին ձեռքից ինչ որ բաների էլ ներգրաված եմ եղել։ Ես կարծում եմ, որ 2013-ին, 14-ին, 15-ին, երբ ինքը ասում էր, որ քաղաքականությամբ զբաղվելու ցանկություն չունի, շատ անկեղծ է եղել։ Ամենադեպս իմ դիտարկումները այդ պնդումների հետ երբևէ կոնֆլիկտի մեջ չեն մտել եւ գրքում կարծեմ այդպես էլ նշում եմ, որ իմ կարծիքով տենց ջրբաժանը կամ Ռուբիկոնի 2016 թվականի ապրիլյան պատերազմն էր, որից հետո կարծում եմ իր մեջ ինչ որ բան փոխվեց եւ ինքը հասկացավ, որ այն իր պատկերացրած առաջնորդության մոդելը, որը կարող է փոփոխություններ բերել, չի ստացվում եւ միգուցե ինքը պետք է ինչ որ չափով դրա մեջ ներգրավի, բայց կարծում եմ, որ 16-ին, 17-ին, 18-ին էլ այդպես հստակ ձևավորված որոշում չուներ քաղաքականության մեջ մտնելու։ Ես իհարկե կարող եմ սխալվել, դարձյալ իմ դիտարկումներն են։ Եվ իմ կարծիքով գրքում կա այդ դրվագը, երբ ինքը խոստովանում է, որ Նիկոլ Փաշինյանի հետ երբ հանդիպում է վերջինս, երբ արդեն վարչապետ էր, եւ ասում է, որ ես մեկ կարմիր գիծ ունեմ, դա Արցախն է։ Եվ կարծում եմ, որ այս արտահայտության լույսի ներքո, երբ նայում ենք իր որոշումը Արցախ գնալու եւ այնտեղ մնալու, արդեն բացատրությունը կա։ Ես ինչքան հասցրեցի ծանոթանալ, ամբողջությամբ դեռ չեմ հասցրել կարդալ, բայց այնտեղ շատ բաց թողնված հնարավորություններ եմ զգացել ու զգացել եմ, որ մեծ վերլուծական պրոֆեսիոնալ աշխատանք արվել, օրինակ Մաքենզիի հետ լուրջ բան են պատրաստել, փաստաթուղթ, ոնց կարելի է պրակտիկ քայլերով դժվար տնտեսական այլ վիճակներից
դուրս գալ, փոխել ու ինքը տենց նույնիսկ ասում է սա մեր վերջի շանսն անելու կարծեմ 16 թվականներ ասում պետքա օգնենք Կարեն Կարապետյանին կամ պետքա օգնենք ցանկացած մարդու ով հիմա ուսերին ընկնելու է պատասխանատվություն, որ կարող է վերջի շանսը լինի։ Ու սենց ապշում ես էլի որ ոնց է որ այդքան քիչ մարդ կամ մի մարդ գիտակցում էր որ շանսը այդ մեկն է ու ինչն է խանգարում որ ակնհայտորեն լուրջ վերլուծությունը առաջարկները դեռ չեմ խոսում հələ մի պահ կգնանք հետո Հայաստան 2020 ծրագրին, հա, այդ շանսերը ոնց բաց թողնվեցին։ Ես Deep State մի քանի շերտով փորձեմ պատասխանել, նախ Ռուբենը իր աշխատանքում մշտապես ինքը այդ ոնց որ թեորիան միշտ իր համար կարևոր էր, թեորիան կամ այդ հիմնավորումը եւ ցանկացած մեծ պրոյեկտ անելուց այո պատվիրվում էին լուրջ հետազոտական ընկերություններին հետազոտություններ, հաշվետվություններ եւ դրանք հիմք էին ծառայում հետագա քայլերի համար, ինչը եւս կարծում եմ մեր քաղաքական կուլտուրայում այդքան էլ բան չէ, շատ հաճախ որոշումներ ընդունվում են ինտուիտիվ, էմոցիոնալ կամ այլ բանով, այսինքն այդ անգլերեն բառը data driven չեն, էլի, ինչպես որ օրինակ Ռուբեն Վարդանյանի պարագայում էր։ Ես կարծում եմ, որ 2016 թվականի ապրիլյան պատերազմից հետո, երբ այն փոփոխությունները, որ քաղաքական համակարգում տեղի ունեցան, Կարեն Կարապետյանը նշանակվեց վարչապետ, Վիգեն Սարգսյանը նշանակվեց պաշտպանության նախարար, դա կարծում եմ, այո, իսկապես շանս էր փոփոխություններ առաջացնելու եւ գրքում կա, հիմա շատ սփոյլ չանեմ, նամակը, որը Ռուբեն Վարդանյանը գրել էր Կարեն Կարապետյանին վերջինի նշանակման օրը, այնտեղ շատ հետաքրքիր առաջարկներ կան։ Դե գիտեք ինչ, ոնց որ ասում են история не терпит сослагательного наклонения, հիմա մենք կարող ենք շատ երկար նստել եւ ասել ինչու չեղավ։ Չէ, բայց ուղակի նամակ չէր, տենց ընդհանուր ինչ որ բան, շատ կոնկրետ առաջարկներ էին ու շատ լայնածավալ ու այդ նամակը շնորհակալություն որ ստեղ կա, ոնց դրանք չսկսեցին գործի։ Ես պիտի ասեմ, այդ նամակը հրապարակել, չհրապարակելը ինձ համար այս գիրքը գրել չգրելու շատ կարևոր այսպիսի բան էր, բարոյական հարց էր, որովհետև այդ նամակը վստահ եմ, որ ոչ միայն ես եմ, այսինքն Կարեն Կարապետյանից բացի կարդացել են շատ այլ մարդիկ, նաև ես, բայց այնուամենայնիվ, քանի որ ես միշտ իմ լրագրողական գործունեության մեջ փորձել եմ այդ չգրված կանոնները պահել, այդ հարցը ինձ տանջում էր, արդյոք ես իրավունք ունեմ այդ նամակից հատվածներ են ամբողջությամբ չնամակը հանրայնացնել, բայց հետո ծանր ու թեթև անելով նախ քանի որ գրեթե 10 տարի է անցել եւ կարծում եմ դա այն վաղեմության ժամկետն է, որը թույլ է տալիս ինչ որ բաներ հրապարակել եւ երկրորդը այո ես կարծում եմ որ կարեւոր է մարդկանց տեղեկանալ որ նաեւ նման process-ներ են տեղի ունեցել, որոնք այդպես հասանելի չեն եղել, հա, սովորական մարդկանց, որ այնուամենայնիվ փորձ արվել է կոնցեպտուալ միգուցե ֆունդամենտալ ինչ-որ փոփոխություններ բերելու, ինչու դա չեղավ, կարծում եմ պատասխանը մեկը չէ, շատ են, եւ այնպես չի, որ այդ նամակը մեջ բերելով ես կարծում եմ, որ այն ամենը ինչ Ռուբեն Վարդանյանը առաջարկում էր իրատեսական էր կամ ճիշտ էր, բայց այնուամենայնիվ այդ մղումը եւ կարծում եմ ազնիվ մղումը այդ փոփոխությունների մաս դառնալու եւ այո, հիմա եթե նայում ենք ռետրոսպեկտիվ, ստացվեց այնպես, որ այդ երկրորդ շանսը մենք չունեցանք, հա, 18 թվականին տեղի ունեցավ այն, ինչ տեղի ունեցավ եւ 20 թվականին տեղի ունեցավ այն, ինչ տեղի ունեցավ, ինչը միգուցե կարող էր եւ չլինել, եթե 16 թվականի այդ իրադարձությունները, որոնք սկիզբ էին առել եւ որոնք կարծես այլ ավարտ պիտի ունենային, այդ հանգրվանին հասնեին։ Հա, պատմության ենթատեքստում ամիշը ոնց որ ընկավ տեղը որոշակի եւ իր Արցախ մեկնելու բանը ավելի լավ է հասկանում ինչի տեղ ունեցավ էս ընթերցելուց հետո, բայց իմ համար նաեւ էս էր բացահայտում, որ փաստորեն իհարկե ցանկացած մեծ ծրագիր, որ Հայաստանում իրականացվում է, միշտ ներսից էլ է քննադատվում եւ երբեմն արդարացի, երբեմն չէ, բայց բարձվեց, որ 2015 թվականից դեռևս ամենաուժեղ քննադատներից մեկը էլի Նիկոլ Փաշինյանն էր Վարդանյանի ծրագրերի այդ Դիլիջանում դպրոցը բացելու, ընդհանրապես այնպես ոնց որ Դիլիջանը sense տվեցին, որ այնտեղ ֆեոդալ ինչ որ այդ փաստորեն խոսույթը ես օրինակ չգիտեի, որ տենց հայկական ժամանակ դերտի հետ ընդհանուր կապված է, բայց էլի ամեն ինչ դրեց կոնտեքստի մեջ, այս մասով ինչ որ էլի հետաքրքիր 13 թվականից է իրականում սկսել, հա, 2013 թվականին, երբ որ դպրոցը դեռ բացված չէր, երբ շինարարությունն էր ընթանում,
Նիկոլ Փաշինյանն այդ ժամանակ ՀԱԿ խմբակցության անդամ էր եւ այո հայտարարություններ արել, որ մաքսային եւ հարկային շատ մեծ արտոնություններ են տրվում, ինչը հերքվել էր հետո դպրոցի պատասխանատուների կողմից եւ այո, հետո հայկական ժամանակում կար հոդված Նարինե Մկրտչյանի հոդվածներ կարծեմ, այո, որ այդպես ֆեոդալ է ձևավորվում, Դիլիջանը տրվում է իրեն եւ այլն։ Իսկ սրա հիմքում ի՞նչն է, էլի նախ խանձնաճ, որովհետև չեմ կարծում էլի ինչ որ մեկն էլ հակառակ շահեր ուներ եւ տենց Ես փորձեմ առաջարկեմ, հետո դու հերքի կամ հաստատի ինձ թվում է երբ ինչ որ մեկը մեծ ծրագիր է անում, փորձում են երրորդ ինչ որ յետին բան միտք գտնել դրա մեջ, իսկ որտեղ են փորձում մեզ քաշել, որտեղ դե բացառված է, որ մարդ ուզում է ինչ որ ուղղակի լավ բան լինի Հայաստանում, այստեղ ինչ որ այլ տնտեսական շահ, ինչ որ բան փող լվանալուց սկսած մինչև ինչ որ դավադրություն, որովհետև դե ոնց կարա լինի, որ ուղղակի ինչ որ լավ ծրագիր է իրականացում, դրա համար երրորդ շահ են փորձում փնտրել, դրա համար էլ միշտ ինչ որ ստվերը կար, չէ, ինքը Ռուսաստանից է, Ռուսաստանում կապեր, ուրեմն այնտեղ ինչ որ ուրիշ բան կա, որ մեզ չեն ասում։ Այդ զգացումը կար։ Ես կարծում եմ, որ ավելի պարզ է բացատրությունը, այդ բան կա, չէ, հայտնի եզրույթ կա արևմտյան քաղաքագիտական մշակույթում political animal, որը այդպես վիրավորական չի, դա նկարագրում է որոշակի տիպի քաղաքական գործիչներին, որոնք իրենց նպատակներին հասնելու համար կարելի ասել որևէ բանից չեն խորշում, եւ կարծում եմ, որ Նիկոլ Փաշինյանի քաղաքական կարիերան, մենք եթե դիտարկենք, ինքը հենց այդ ոճի ներկայացուցիչ է եւ կարծում եմ, որ 2013 թվականին կոնկրետ Ռուբեն Վարդանյանի դեմ չի ուղղված եղել, ուղղակի դա եղել է հերթական առիթ իշխանությանը պրետենզիաներ ներկայացնելու, այդ առիթը օգտագործվել է եւ հետաքրքիրն այն է, որ 2018 թվականին, արդեն հեղափոխությունից հետո Նիկոլ Փաշինյանը այցելել էր UWC College դպրոց եւ այնտեղ ունեցել էր առաջին շրջանավարտների առաջ ունեցել էր ելույթ եւ բնականաբար ելույթում խոսել էր դպրոցի կարեւորության մասին, այնպես որ կարծում եմ դա այդ political animal բանի բացատրության մեջ շատ լավ տեղավորվում է։ Ընդամենը դա կարծում եմ։ Եվ հիմա նորից կարող ենք բան անել, այնուհետև կարծես թե նորմալ փոխգործակցություն եւ ինչպես որ Ռուբեն Վարդանյանն ասել, աշխատանքային հարաբերություններ են եղել, որից հետո 2024 թվականի օգոստոսի 31-ին Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ շատ կարևոր է պարզել, թե ով, ինչու եւ ինչպես գործուղեց Ռուբեն Վարդանյանին Հայաստան եւ Արցախ։ Իսկ դարձյալ այդ դավադրության այդ բանն էր, էլի, որ ինչ որ բան փնտրում են կամ ոչ թե փնտրում են, այլ սարքում են այդ բանը շղարշը։ Լավ, մի հատ մեջ բերում եմ ուզում անեմ, որպեսզի ցույց տանք, որ ոչ միայն Նիկոլ Փաշինյանը, դրանից առաջվա իշխանությունների հետ էլ անհամաձայնություններ կային, ուստեղ մեջբերում կա, նրանք մարտավարական, այլ ոչ թե ռազմավարական մտածելակերպ ունեն, նրանց մեծ մասը տիրապետում ընդհանրապես 1-2 լեզվի եւ պատմա, որ մի խոսքով իշխանական համակարգը այսպես խնամի ծանոթ բարեկամ հավատարիմ սկզբունքով sense ձևակերպված է, ու դա ոչ մի պարագայում չի կարա լավ արդյունք տա եւ սա շատ վաղ ժամանակից էր այս քննադատությունը մենք սրանից ոչ մի բան չսովորեցինք ու նույնը շարունակում ենք եւ B ոնց ստացեց որ այն ժամանակ դա այդ հնչեղությունը չուներ այս քննադատությունը Կարծում եմ այդ քննադատությունը ինքը համենայն դեպս որքանով որ ես տեղյակ եմ նախագահի Սերժ Սարգսյանի այդ ժամանակվա վարչապետների հետ իր զրույցներում միշտ ինքը դա հնչեցրել է չգիտեմ ինչ խստությամբ կամ ինչ ուժգնությամբ, բայց դա եղել է եւ գրքում էլ կա դրա մասին, բայց կարծում եմ, որ նաեւ այդ ժամանակ ռեսուրսը, ազդելու այդ իրավիճակի համար, այո, ծրագրերը իրականացվում էին, դրանք ինչ որ փոփոխություն բերում էին, բայց ծավալն այնպիսին չէր, որ ինքը կարողանար ազդել ֆունդամենտալ փոփոխությունների վրա, եւ կարծում եմ ավելի լայն կոնտեքստում եթե նայեք, երևի գրքում նկատել եք, որ Ռուբեն Վարդանյանը մշտապես փորձել է պայքարել միջակության դեմ, լինի դա քաղաքականության մեջ, բիզնեսում, թե ամեն ինչում եւ ինքը միշտ պնդում էր եւ մեր զրույցներում, որ դա կործանում է մեզ, որովհետեւ երբ որ դու սովորում ես, որ կարելի է այսպես բիոլա գնալ, բարձրագույն ստանդարտների բան չանել, չձգտել, դու ոնց որ քո մրցակցային առավելությունները կորցնում ես եւ կարծում եմ այս խոշոր
պատկերը դա էր, որ իր պայքարը միջակության հետ էր, կարծում եմ երբեմն չափազանցված էր, ինքս շատ ականատես եմ եղել, որ օրինակ այս իրավիճակ կար, երբ որ կար բավական լավ արդյունք, բայց դա իր համար էլի բավարար չէր։ Ինքը ոնց որ իր աշխատակիցներին, թիմերին ասում էր, չէ, սա քիչ է, պետքա բան անել, ինչը բնականաբար երբեմն մարդկանց մոտ նաև որոշակի հաստատություն էր առաջացնում, որովհետև դու ստեղծում ես մի բան, օրինակ, առաջին Ավրորա մրցանակը, որը 2016 թվականին Հայաստանում անցկացվեց, կարծում եմ նման մասշտաբի առաջին միջոցառումներ, եւ բնականաբար կային երևի թե ինչ որ թերություններ եւ կա այդ դրվագը գրքում, որ մյուս օրը առավոտյան ինքը գալիս է գրասենյակ, այդ թիմին հավաքում է եւ ասում է հիմա պիտի բան անենք։ Работа надо ошибками։ Եվ հա, ես չդիմացա իրեն նամակ գրեցի, ասեցի, այդ չի լինի, այդ работа надо ошибками մի քանի օր հետո անեք, էլի, այդ մարդիկ գրեթե մի շաբաթ չեն քնե, չարչարվել են, եւ դուք վայելեք, որտեվ ֆանտաստիկ գործ եք արել, եւ իրենք վայելեն։ Հետո նստեք սխալները քննարկեք, այսինքն այդ կարծում եմ այդ պահանջկոտությունը երբեմն ավելին էր, քան կար, բայց դա հիմա այդ մարդու տեսակն է, չես կարող մարդուն փոխել։ Ձեր բիզնեսի փողերը ափսոս են, եթե դրանք ծախսում եք անհասկանալի գովազդային արշավների, անփորգլուխ բրենդինգի ու գովազդային արշավների վրա։ Փոխարեն եկեք Spin Ideas Agency, այսինքն մեզ մոտ, որտեղ մենք միասին կկազմենք արդյունավետ եւ կրեատիվ մարքեթինգային մարտավարություն։ Ու դե գիտեք, լավագույն ոդքասթները, գովազդները, վիդեոբլոգերը ու ինչ անցնի ձեր մտքով, բայց որակյալ։ Եթե ուզում ես ունենալ քո սեփական ոդքասթը, բլոգը, հաղորդումը YouTube-ում, բայց չունես թիմ, ստուդիա, տեսախցիկ, լույս, չգիտես մոնտաժ, բայց ունես թույն միտք ու ստեղծագործելու ցանկություն, Արի Spin Ideas Agency, որտեղ մեր մարքետոլոգների, պրոդյուսերների եւ կրեատիվ թիմի հետ միասին քո հում գաղափարը կդարձնենք լիարժեք նախագիծ։ Այնուհետև քո հաղորդումը կնկարահանվի, կմոնտաժվի, կարվի post-production ու տեղ կմիանա մեր YouTube նինջաների թիմը, որը տիրապետում է YouTube-ում հաղորդումները առաջ խաղացնելու բոլոր հնարքներին եւ ծեսերին։ Ու իրանք չեն սիրում, որ իրաց նկարում են։ Այսպիսի ամբողջական շղթա սկսնակ եւ փորձառու յութուբերների համար, որտեղ քեզ պետք է միայն գալ, նկարվել եւ պատրաստվել հաջորդին։ Դե ինչ, կհանդիպենք Spin Ideas Agency-ում, որտեղ հենց դու կարող ես դառնալ հաջորդ սիրված բլոգերը։ Okay, հիմա մի բան նայեցինք անդիմադիր ակնոցներով, հա, որ փորձում են փնտրել ինչ-որ մի բան, միշտ ծրագրերի տակ։ Հիմա իշխանության տեսանկյունից, ստեղ շատ ավելի մի կողմից քիչ պարզ է, մյուս կողմից ես իմ բացատրություն էլի ունեմ։ Ես հիշում եմ, որ ուսանող էի, երբ Հայաստան 2020 ծրագիրը արվում էր, հայտարարվում էր, ու ես այտենց ահագին ողջորված եմ, մտածում եմ, այտենց լոկալ բան չէ, այտենց միջազգային փորձագիտությամբ Հայաստանի ռեալ, պրակտիկ, պրոֆեսիոնալ ծրագիր է գծվում։ Մի քանի սցենարներով ու ինչքան հիշում եմ, հետո այտենց վատագույն սցենարով տեղի գնաց ամեն ինչ։ Բայց ինչն էր Okay, հարցնեմ ու պատասխանեմ, ինչն էր խանգարում, որ այտենց լավ կազմած ծրագիրը չիրականանա ու պատասխանեմ, այտենց այնքան տոտալ փխրուն փոխկապակցված, կարելի ասել կոռուպցիա, կարելի ասել այտենց ինչ որ օղակների, բալանսների փոխկապակցվածություններ, որ միտեղ մի բան, որ լավաներ, ինչ որ մեկը կտուժեր ավելի քիչ կսկսեր եկամուտ ունենալ։ Ինչը լավ երևում է այս գրքում Էլցանցի օրինակի վրա, որ Էլցանցը մինուսով աշխատող, այտենց շատ պրոբլեմատիկ ընկերություններ, մինչև ձեռք չբերեց ինչ որ մի գործարար, որից հետո այնտեղ ռեֆորմա արեց ու պլյուսով սկսեց աշխատել։ Հիմա եթե այս ծրագիրը պրակտիկ իրականացվեր, ինչ որ մի օլիգարխ կսկսեր, ասենք թե 2010-12-13 թվականին ավելի քիչ ստեղից եկամուտ ստանալ, ինչ որ ուրիշը ավելի պրոբլեմներ կունենար ստեղ այնտեղ ու դրա համար ասեցին, օքեյ, դե լավ բան է, բայց մեր օբշես կայացած կոնսենսուսը քաղաքական պետք է փլվի, որպեսզի լավ պրոֆեսիոնալ ծրագիր իրականացնենք։ Դրա համար կոպիտ ասած կոռուպցիայի պատճառով գլոբալ տեղի չունեցավ սա։ Ես կարծում եմ, իդեպ Ռուբենին միշտ շատ եւ ես զգում եմ, էլի, որ իր համար դա եւ անհասկանալի է եւ վիրավորական, որ Հայաստան 2020-ը եւ իր 4 սցենարները երբեք քննարկման առարկա չդարձան։ Ինքը գրքում ասում է, որ մենք նախագահ Ռոբերտ Քոչարյաններ իրեն տվեցինք, պաշտպանության նախարարը Սերժ Սարգսյաններ իրեն տվեցինք, կարծեմ Հոհիդային տվեցինք, այլ քաղաքական կուսակցություններից որևէ տեղից ըստ էության արձագանք չստացանք։
Այսինքն այդ 4 սցենարները ոնց որ ստեղծվել էին Ռուբենին ու Բարի իրենց ընկերների գործընկերների կողմից, այդպես էլ մնացին։ Այդ գիրքը կա, մինչև հիմա այդ սցենարները այնտեղ կան։ Ես կարծում եմ, որ դա չքննարկվեց, որովհետև իրականում քաղաքական ուժերից եւ ոչ մեկին դա պետք չէր։ Դու ճիշտ ես ասում, կարծում եմ, որովհետև կար ինչ-որ տենց ձևավորված վիճակ, լավ թե վատ մենք այսպես ապրում ենք եւ պետք չի, որ ինչ-որ մարդիկ գան եւ մեզ ինչ-որ սցենարներ առաջարկեն։ Դարձյալ կարծում եմ դա այդ մշակույթի բացակայության բանն է, որ մենք գիտենք ինչպես անենք, մեզ խորհուրդ մի տվեք, լավագույն դեպքում եթե ուզում եք փող ծախսեք ինչ-որ բանի վրա, այդ մենք ձեզ կասենք, հա, որտեղ է պետք այդ ծակերը փակելու համար։ Եվ կարծում եմ, որ իրականացվեց ոչ թե վատագույն սցենարը, նման սցենար առհասարակ չկար, իսկն որևէ մեկի մտքով չէր անցնում, որ մենք կարող ենք հայտնվենք այն վիճակում, որում այսօր հայտնվել ենք։ Որտեղ վատագույն սցենարը դա այն էր, որ ամեն ինչ շարունակվելու է այնպես ինչպես որ կա, այսինքն ստագնացիա, լճացում, բայց այնպես բան չկար, որ մենք Արցախ ենք կորցնելու, որ մենք Հայաստանի տարածքների մի մաս ենք կորցնելու, որ հասարակությունն է հուսալքվելու եւ հետագա մեր ապրել-չապրելու հարցն է, հա, լինելու շատ այսպես առարկայական նման սցենար չկար եւ կարծում եմ, որ այն ժամանակ սցենարիստների մեջ նման վառ երևակայություն ունեցող մարդ էլ չկար։ Բայց հետո տեղի ունեցան Սասնա ծռերը ու ինչ որ սթափեցման մեսիջ եղավ, այնց ոնց որ օքեյ, այ հիմա կտրուկ փոփոխությունների պատրաստ ենք, հա, ոչ միայն էվոլյուցիոն, ավելի այնց խիզախ քայլերի, բայց դրանից հետո առանձնապես այնց ինչ խիզախ փոփոխություն եղավ, էլի կամ էլի մնաց թղթի վրա։ Ես կարծում եմ խիզախ փոփոխություն տեղի չունեցավ։ Ազգ բանակը երևի որ ազգ բանակը կարծում եմ, որ լավ կոնցեպտ էր, ուղղակի իրեն ժամանակ էր պետք կայանալու համար։ Շոշափելի արդյունքը 2017 թվականի ընտրություններն էին, հա, որտեղ Կարեն Կարապետյանի, Վիգեն Սարգսյանի շնորհիվ ՀՀԿ-ն կարծում եմ մաքուր հաղթանակ տարավ, համենայն դեպս ընդդիմությունը առաջին անգամ երկար տարիների ընթացքում չվիճարկեց ընտրությունների արդյունքները եւ այնուհետեւ այն քայլերը, որոնք այդ հաղթանակից հետո երբ որ այդ մանդատը կար պիտի արվեին, չարվեցին եւ այստեղ ես երևի կհամաձայնեմ Արմեն Գևորգյանի գնահատականի հետ, որ այս գրքում կա, որ այդ հաղթանակը իշխանությանը ներշնչեց, որ կարելի է կոնսերվացնել խնդիրները, որ ժողովուրդը մեզ հավատաց, մեզ ընտրեց, չգնանք հիմա այդ փոփոխությունների, այսինքն հեղափոխական, ավելի այդպես էվոլյուցիոն ճանապարհով, եւ դա չաշխատեց։ Կարծում եմ բացատրությունը դա է, իմ բացատրությունը չէ, բայց ես եւ ինքը քանի որ հսկայական փորձ ունի, հա, պետական համակարգում աշխատելու, կարծում եմ, որ իր այդ վերլուծությունը հիմնված է նաեւ ներսի տրամադրությունները զգալու եւ վերլուծելու վրա։ Նույն ազգ բանակը ինձ թվում է այտենց մեմերի շերտից ենքոն ոչ ոք փորձեց հասկանալ ինչի մասին է, որովհետեւ լավ հիշում եմ, որ ինչքան լայքաբեր բաներ, եթե այդ օրը գրեիր ինչ որ ազգ սառնարան, ազգ խադավի, ազգ գծիկ ցանկացած բան, տես տակը հազարավոր լայքեր, հիհի ահաներ, ու տես ինձ այդ կոնցեպտը դες շատ արագ մեմի վերածվեց։ Հիմա որ մեմ ասեցի, ես կարծում եմ, որ մեր տունը քանդող բաներից մեկը այդ համատարած անլրջացումներ, հա, մեմացումներ, որ շատ մարդիկ մեր ընդհանուր ծանոթները, ընկերները շատ տարվեցին դրանով եւ մենք շատ բան այն ինչ որ ունեինք, ոնց որ ասած, ընդունեցինք for granted, հա, մեզ թվում էր, որ այս ամեն ինչ որ մենք ունենք առանց մեր կողմից, յուրաքանչյուրիս կողմից մեծ ջան գործադրվելու պահպանելու է, կարելի է այդպես Facebook-ում ծիծաղելի բաներ գրել, կայֆավատ լինել, այսպես ասենք, հա, եւ բայց կյանքը ցույց տվեց, հետադարձ որ նայում ես, որ կարծում եմ մեզանից յուրաքանչյուրը շատ բան պետք է աներ, որ չարեց։ Շատ բանի հետ համակերպեց, որի հետ միգուցե չարժեր համակերպվել։ Եվ պատճառներից մեկը դա էր, որովհետև այո, ազգ բանակը, որպեսզի այդ կոնցեպտը աշխատեր, Վիգեն Սարգսյանի այդ տեսլականը, որը կար, բավարար չէր, այսինքն ինքը պիտի դառնար մեր հասարակության կողմից կլանվեր լավ իմաստով եւ հասարակությունից էլ սկսեին սիգնալներ գնալ։ Ստացվեց, որ վերևից կոնցեպտը իջեցվեց, բայց ներքևից համապատասխան ընդառաջ շարժում տեղի չունեցավ։ Եվ բայց կարծում եմ, որ կլիներ պարզապես ժամանակն էր շատ քիչ, որտեղ նման կոնցեպտների համար կարծում եմ առնվազն 5-10 տարի ժամանակ է պետք, փաստորեն կոնցեպտը առաջարկվեց 2016 թվականի սեպտեմբերին եւ 2018 թվականի մայիսին այդ իշխանությունը արդեն իշխանություն չէր, այսինքն ընդամենը 1.5 տարի։ Հա, բայց ձևակերպ, որտեվ
հիշում եք մյուս կոնցեպտը, որը կարելի ասել դրանից անմիջապես հետո եղավ, բանակում կլուբնիկ հայտնվեց կոնցեպտը, որը ցես ծափահարություններով ոտնկայ, ցես լրիվ ընդունվեց, մարսվեց, ընկալվեց, մինչև 20 թվական, այդ 18-19 պերիոդում ամենաանկալելի բանն էր, որ բանակ ասում ենք բանակի ռեֆորմ, ենթադրում ենք ելակը, էլի, ու ցենց հասարակությունը այդի լավ ընդունեց։ Ու կարծում եմ, որ երևի ամբողջ հասարակության անունից դա չասենք, հասարակության որոշակի հատվածը, այսպես ձևակերպենք։ Հա, այդ մեմերի հետ կապված հիշեցի, որ արդեն հեղափոխությունից հետո, որ գնաց այսօրվա փոխարտգործնախարարը գրեց գնում ենք Շուշի ցույց տանք իմ հյուրերին, քանի չենք հանձնել, ինչ որ տենց հա, էլի տենց բան, որ հիմա հետադարձ նայում ես, իսկական, ինչքան անլրջացվում էր անվտանգային կոմպոնենտը ընդհանրապես։ Բայց օքեյ, եթե չկար իշխանությունից տենց լիովին համագործակցություն, որ այս ծրագրերը իրականություն դառնան, ինչ օպշններ ունի տենց մարդ, ով նվիրված է ուզում ինչ-որ մի լավ բան անի։ Ուղղակի մասնավոր ծրագրեր անել, որը Ռուբենը անում էր, օքեյ, դա անում էր։ Հիմա 18-ից հետո կար ինչ-որ էլի փորձ, օքեյ, հիմա restart անել, նորից սկսել, էլի առաջարկել այդ վերլուծությունները, այդ հետազոտությունները միջազգային նորից առաջ բերել։ Այդ դրանից հետո ինչ որ Ես կարծում եմ, որ փորձեր արվել են, դա կարճ է տևել եւ այդ դրվագն էլ կա 2018-ի սեպտեմբերին, որ նույն չասենք կոնֆլիկտ, այդպես հա փոխհրաձգություն տեղի ունեցավ Ռուբեն Վարդանյանի եւ Նիկոլ Փաշինյանի միջև Մոսկվայում հանդիպումը հայ գործարարների հետ, առիթը այդ ռազմավարական հետազոտությունների կենտրոնի փակումն էր, որը Կարեն Կարապետյանի ժամանակ էր հիմնվել։ Եվ հիմա ես չեմ ուզում ասեմ, որ այդ կենտրոնը ապահովելու էր մեր երկրի զարգացման բոլոր հնարավոր կոնցեպտները, բայց այնուամենայնիվ դա ինչ-որ մի մարմին էր, որը ստեղծվել էր մասնավոր եւ պետություն համագործակցության արդյունքում, բայց Ռուբենի անհամաձայնությունն այն էր, որ եթե ստեղծել ենք միասին, ինչու միասին չենք լուծարում կամ ինչու մեզ նախապես գոնե չեք տեղեկացնում, այլ ուղղակի տեղեկացնում եք, որ փակելու ենք։ Եվ դե Նիկոլ Փաշինյանն էլ այդ կենտրոնը բերել էր այն մնացած բոլոր պոակների հայ եւ կազմակերպությունների բանի մեջ էր մտցրել շղթայի նախարարներ, սովորական աշխատողները նախարարից 3 անգամ շատ փող են ստանում այդտեղ։ Ապա որ մի մարմինն է սա հիշացնում, որը անմիջապես հետո բացվեց։ Այսինքն չեմ բացառում, բոլորս էլ գիտենք, հա, որ այդ շատ պոակները իսկապես երկար տարիներ եղել են այդպես բան, հա, բարձր աշխատավարձներ ստանալու, այսինքն լեգիտիմացնելու, բայց ես միշտ դեմ եմ եղել այդ բանին, հա, ունիվերսալիզացիային։ Կարծում եմ, որ յուրաքանչյուր կենտրոն պետք է դիտարկել իր բանի մեջ եւ առանձին վերլուծել, եթե կա պոակ, որը լավ է աշխատում, միգուցե իմաստ ունի այդ պոակը պահել, ոչ թե փակել։ Հա, կամ եթե լիարժեք իմաստ ունի փակել, ինչ որ ժամանակ հետո անիֆը չես բացում, որպես նույն բան էլի, որովհետեւ սա անպայման պետք է փակել։ Այդ անլրջությունն է, բայց իմ համար շոկային էր, որովհետեւ մենք միշտ այդ մասն ենք ցիտում հայտնի Ստեփանակերտի Նիկոլի Ճառից, որ Արցախը Հայաստան է եւ վերջ, այնտեղ նաեւ ասում է, ահա, այսքան գործարաններ գալիս են ներդրում են անում եւ օրինակը բերում Ռուբեն Վարդանյանին, որ այսինքն այսքան կարեւոր է այս մասը ոնց որ բոլորիս համար երկրորդ բան էր մղվել դեն արտահայտության հետ, այս սրա մասին նաեւ կուզեի։ Դե կարծում եմ դա դարձյալ բանն է, հա, այդ շարունակությունն է իր բանի, այդ political animal բանի, որ պահին որ պետք է ցույց տալ, որ հիմա Ռուբեն Վարդանյանը կարծում եմ այստեղ էական չի, կարար Պողոս Պողոսյանը լինի։ Եթե այս պահին դու գիտես, որ Ստեփանակերտի վերածնունդի հրապարակում հավաքված մարդկանց համար Պողոս Պողոսյանին գովելը լավ է քեզ համար, գովում ես։ Եթե կես տարի հետո հասկանում ես, որ Պողոս Պողոսյանին ցեխը մտցնելը լավ է քո համար, անում ես։ Որևէ բան չունես, էլի բարոյական սահմանափակում չկա։ Կարծում եմ այդ բանի մեջ պիտի դիտարկենք։ Լավ, հիմա այս process-ը բավականին լուսաբանվում է, ու կուզեինք ավելի շատ լուսաբանվի, եւ այստեղ անդադ դրվագներ կան, որ Ռուբեն Վարդանյանը մարդերով ամենահայտնի գործարարներ, ամենահայտնի մարդիկ տենց կամ անձամբ էր ճանաչում, կամ տենց մի հեռախոսազանգի հարցեր։ Ոնց է ստացվում, որ այդ ալիքը նրան սատարելու, չգիտեմ, ես չեմ տեսել հայտարարություն Ջորջ Կլունիից, որը այդտեղ էր, ես չեմ մի այդ Ավրորա մրցանակները ստացածներ են մի կին ասեց, որ գալիս է Հայաստան,
ինձ թվում է դա ամիսներ առաջ պետքա տեղի ունենար, էլի։ Ինչի մեդիա ոնց որ աղմուկը, չգիտեմ, սատարելու այդ դիսկուրսում չի արտահայտվում շատ բարձր, էլի, որովհետեւ չեմ կարծում, որ եթե այդ բոլոր մարդիկ միավորեն, ինչ որ Ադրբեջան sense կկարանա տենց կողք ցույց տա, ասի չէ, ես sense եմ անում։ Ես կարծում եմ, ստեղ օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառներ կան։ Սուբյեկտիվ պատճառները դրանք կարծում եմ, որ վերաբերվում են մարդու էությանը, հա, բոլորը ուզում են այսպես պարզ ասենք ընկերություն անել մարդու հետ, որը կայացած է, հարուստ է, ունի շատ լավ ծանոթություններ եւ այդպես Ռուբենը առաջինը չի, վերջինը չի, երբ որ մարդը հայտնվում է դժվար կացության մեջ եւ զրկվում է իր այդ անտուրաժից, մեկ էլ ստացվում է, որ հեռախոսազանգերն են դադարում, մարդիկ, որոնք ընկեր է իր համարում փողոցում տեսնելուց մյուս մայթ են անցնում, սա չեն կարող, հա, հերքել։ Օբյեկտիվ դժվարությունները կարծում եմ այն է, որ արևմուտքում այո կար Ավրորան եւ կա այդ Ավրորայի թողած ժառանգությունը, բայց այնուամենայնիվ կարծում եմ արևմուտքի համար Ռուբենը այդքան էլ հասկանալի պերսոնաժ չէ, որովհետեւ ինքը իր կարողությունը ստեղծել է Ռուսաստանում, երկար տարիներ աշխատել է Ռուսաստանում, բնականաբար կապեր է ունեցել Ռուսաստանի թե քաղաքական, թե գործարար էլիտայի հետ եւ այն, այսինքն նախքան Տրամպի իշխանության գալը այն լարվածությունը, որ Ռուսաստանի եւ Արևմուտքի հարաբերություններում կար, Ռուսաստանի հետ աֆիլացվող ցանկացած մարդ ինքը ընկալվում է որպես մի բան, որի հետ ավելի լավ է այսպես գործ չունենալ։ Կարծում եմ սա իսկապես գործոն է։ Ջորջ Քլունին ես էլ օրինակ ինքս մտածել եմ, որովհետև բացի նրանից այո, որ ինքը պաշտոնապես հրավիրված էր եւ ենթադրում եմ այնտեղ կային ինչ-որ պայմանագրային հարցեր, ինքս տեսել եմ, որ իսկապես մարդկային առումով շատ ջերմ հարաբերություններ են ունեցել, կամ գոնե իր կինը, հա, որը գիտենք, որ եւ Հայաստանի մասին տեղյակ է, որովհետև Դողուփերին ջեկան դեմ Թուրքիա գործում ինքը երրորդ կողմ, Հայաստանը երրորդ կողմ էր եւ Ամալ Քլունին այդտեղ ներգրաված էր։ Ռուսաստանում կարծում եմ ես օրինակ հիշում եմ, երբ Ռուբենը տրոյկա դիալոգում էր, Կոմերսանտ Վեդոմստի, հա, բոլոր այդ թերթերը, այսինքն իրանց համար ինքը գուրու էր եւ իր հետ հարցազրույց բանանելը, չասեմ լիակատար լռություն է, բայց լավագույն դեպքում զուտ 1-2 լուր է տեղադրվում։ Դա էլ է հասկանալի, որովհետև հրաժարվել է Ռուսաստանի քաղաքացիությունից եւ իմ տպավորությամբ ընդհանուր ոնց որ հրահանգ կա շատ Ռուբեն Վարդանյանի գործը չլուսաբանել։ Այսինքն մի իրավիճակ է, երբ շատ բաներ միասին վերցված քո դեմ են գործում։ Եթե զանգ Վլադիմիր Պուտինից չի լինի, իսկ զանգ Դոնալդ Տրամպից, որտեղ իսկապես էլ կարող է լինի զանգ, որ այդ հարցը լուծում է։ Եվ կարծում եմ, որ նաև ստեղ բանն է, որ ինքը իսկապես մենակ չի, եւ կարծում եմ, որ Ալիևը շատ խորամանկ բան արեց առանձնացնելով այդ երկու դատավարությունները իր եւ մնացածը, բացի նրանից, որ կարծում եմ ինքը Ռուբեն Վարդանյանի հանդեպ ինչ որ մի անձնական բան է զգում, որը մի քիչ դες կարելի է շատ սպեկուլյացիա անել ինչու է այդպես, բայց նաև կարծում եմ ինքը ինչու եմ ասում խորամանկ եւ խելացի քայլ արել, որովհետեւ նաև իրեն է հա դրել դժվար իրավիճակում, որովհետեւ վստահ եմ բոլորը տեսնում եք հիմա շատ մարդիկ, որ Ռուբեն Վարդանյանին աջակցող բաներ են գրում, հարց է առաջանում եւ կոմենտներում բաներում ինչու եք մոռանում մյուսներին։ Մյուսներին ոչ մեկ չի մոռանում, բայց փաստն այն է, որ նախ օրինակ հա տեխնիկապես այդ դատավարությունները տարբեր օրերին են տեղի ունենում։ Բացի դրանից բնականաբար Ռուբեն Վարդանյանը եւ մնացածը տարբեր ընկալում ունեն մեր հասարակությունում, ինչը եւս նորմալ է։ Բայց ստեղծել է մի իրավիճակ, որ իրենց տարանջատելով ինքը ոչ միայն իր խնդիրներն է լուծում, այլ նաև մեր մեջ է այդ դժվարությունները բանանում, որովհետև լավ, եկեք պատկերացնենք, որ հնչում է զանգ, չգիտեմ, Տրամպից, Պուտինից, Տեր Աստծուց եւ Ռուբեն Վարդանյանին պայմանական ազատ են արձակում։ Ես չեմ կարծում, որ Ռուբեն Վարդանյանը ուրախ կլինի այդ պերսպեկտիվայից, որ իրեն ազատեն, մնացածը մնան։ Այսինքն այսպեսի շատ բարդ հարցեր կան, ծուղակներ կան, որոնք ցավոք սրտի չունեն, հա, այտենց պարզ լուծումներ եւ բացատրություններ։ Հիմա կա ինչ-որ բաներ, որոնք կարող են իրականացվել Հայաստանում, որոնք համահունչ կլինեն, ինլայն կլինեն, հա, այն ծրագրերի հետ, որը ինքը նախատեսում էր, բայց չհասցրեց անել։ Գուցե հիմա իմպուլս լինի այս վիճակը ու գիտակցումը, որ ինչ-որ լավ հնարավորություն ենք կորցրել, հիմա
կա ինչ-որ մի բան, որ կարա կտրուկ փոխվի։ Okay, ասենք թե տենց 0-ից ենք սկսում, կան ինչ-որ կատարած իր աշխատանք, իր ինչ-որ կոնկրետ գաղափարներ, բաներ, հետազոտություններ։ Հիմա ինչ կարա անի, ասենք իշխանությունը, որ ինչ կաներ Ռուբեն Վարդանյանը, հա։ Կարծում եմ իշխանությունը նման կոնցեպտուալ որևէ բան չի կարող անել, սա քաղաքական գնահատական չեմ տալիս, հա, վերջին 7 տարվա դիտարկումների արդյունքն է, ցավոք սրտի չենք տեսել որևէ օրինակ նույն բանը, խաղաղության խաչմերուկ ծրագիրը, ես օրինակ տեսնում եմ, որ դա ընդամենը այդ մի բուկլետն է, որը բոլոր հնարավոր մարդկանց ում հետ իրենք հանդիպում են, դա տրվում է անկախ նրանից դա լրագրող է, քաղաքական գործիչ է, թե բան է։ Ես կարծում եմ, որ առաջնորդության խնդիրը շատ կարևոր է եւ դարձյալ, հա, հետ պատերազմական այս 5 տարիները ցույց են տալիս, որ ժողովուրդը հիմա ժողովրդին կարող ենք շատ բաներում մեղադրել, բայց մարդիկ շատ լավ զգում են առաջնորդ կա թե չէ։ Եվ երբ որ այդ առաջնորդության խնդիրը զգում են, որ չկա, եւ մենք տեսնում ենք, հա, այսօր մեր ընդդիմությունը երբեմն շատ անհասկանալի բաներ անում, որովհետեւ չկա այդ առաջնորդության բանը։ Եվ կարծում եմ, որ այս վերջին 1 ամսվա, եթե կարելի ասել ֆենոմենը, երբ որ սկսեցին այդ ձայնային հաղորդագրությունները Ռուբեն Վարդանյանի տարածվել, որ մարդկանց համար ինքը ոնց որ այս ընդհանուր ամայության վրա, որ ֆոնին քաղաքական մեր դաշտում որ կա, մարդը ասում է ինչ-որ բաներ, կոնցեպտուալ, ինչ-որ իմաստով նաև հոգևոր, բարոյական, որոնք մարդիկ ցանկանում են լսել, որտեղ դրանք նորմալ, շատ ձևակերպված մտքեր են, որոնք իրենք չեն լսում ընդդիմությունից եւ իշխանությունից։ Բայց այդ ծրագրերի իրականացման համար հաստատ առաջնորդ է պետք եւ կարծում եմ, որ բոլորս պիտի հույս ունենանք, որ հնարավորինս շուտ Ռուբեն Վարդանյանը կվերադառնա, թե ինքը ինչպես կորոշի դա անել։ Ես չեմ կարծում, որ նման ծրագրերը այդպիսին են, որ եթե Պողոսը չի իրականացրել, եկեք ծրագիրը տանք Կիրակոսին, դու պիտի նախ բանանես, հա, այդ ownership-ը պիտի լինի։ Հետո այդ սերը պիտի լինի, որովհետև դու չես կարող իրականացնել ծրագիր զուտ իրականացնելու համար։ Պիտի սիրես ինչ-որ բաներ եւ ծրագիր անես, որ դա կրկնապատկես կամ ուժեղացնես։ Այնպես որ չեմ կարծում, որ ծրագիրը ամենալավ ծրագիրը, եթե հիմա օրինակ համեմատենք բանի հետ, հա, եթե ինչ-որ ֆուտբոլային ակումբ է, օրինակ Ռեալ Մադրիդը եւ կա մարզիչ, որը այդպես մի շատ լավ ծրագիր ունի, այդ ծրագրով աշխատում է։ Հիմա մարզիչը եթե գնա, մեկ այլ մարզիչ գա, ծրագիրը լավն է, բայց ինքը ըստ այդ մարզիչը ըստ իր բանի է կառուցել։ Հիմա մյուս մարզիչը կարող է ինչ-որ ֆուտբոլիստների չօգտագործի կամ բանանի, ունիվերսալ չի էլի իմ կարծիքով։ Այդ դեպքում որքանով ողջամիտ է հավատալ, որ իշխանությունները անում են ամեն ինչ կամ լավ ինչ որ բան, որպեսզի վերադարձնեն, որովհետև բոլորս հասկանում ենք, որ այդ 70% չկողմնորոշված էլեկտորատը, որը կա, միանգամից Ռուբեն Վարդանյանին որպես առաջնորդ կարա շատ մեծ հավանականությամբ ընդունի եւ ինքնասպանություն կլինի դա իշխանության կողմից, որ ամեն ինչ անել, որպեսզի ինքը օր առաջ վերադառնա, էլ չեմ ասում մյուս առաջնորդների մասին, ովքեր տես լիքը հետաքրքիր բաներ կպատմեն առնվազն, բայց մյուս կողմից թիմում Արադ Միրզոյանն, որ աշխատել է նույն IDEA-ում, հա, կարծեմ բանն էլ Դավիթ Կարապետյանը, բանից ու էլի մարդիկ կան, որ որքանով է ողջամիտ հավատալ այդ հանգստացումներին, որ այսօր գալիս են։ Տես, ես կարծում եմ, որ քանի որ մենք փաստեր չունենք եւ կարող ենք ենթադրություն անել, այսպես ասեմ, քաղաքական առումով իհարկե իշխանությանը ձեռնատու չէ, շատ այսպես է, եթե զուտ ամեն ինչ դնում ենք մի կողմ բարոյականություն, էմոցիաներ, բանը, քաղաքական բանով իհարկե ձեռնտու չէ իշխանությանը Ռուբեն Վարդանյանի վերադարձը։ Արդյոք դա այն գործոնն է, որը ստիպում է նրանց ինչ-որ բան չանել կամ անել ոչ լիարժեք, ես չգիտեմ, անկեղծ։ Դու Արարատ Միրզոյանին հիշատակեցիր, ես այո, ուզում եմ հուսալ, որ այն փաստը, որ Արարատ Միրզոյանը աշխատել է Ավրորայում, ինչ որ իմաստով ինքը զգում է այդ բարոյական պարտավորությունը, որ ինչ որ մի բան պիտի անի, բայց սա սպեկուլյացիաների դաշտ ենք էլի մտնում եւ նաեւ ինձ թվում է օբյեկտիվության համար պիտի բան անենք, որ ես չեմ կարծում, որ Հայաստանի իշխանությունը այսօր գնահատական չտանք, դա լավ է, դա պարզապես այդպես է, որ ունի այդ ռեսուրսը այս հարցով զբաղվելու, որովհետեւ եթե դու առնվազն կես տարի հայտարարում ես, որ ունես 2 չհամաձայնեցված գլուխ
խաղաղության պայմանագրում եւ առաջարկներ ես ներկայացնում դրանց վերաբերյալ եւ այնուհետեւ ուղղակի համաձայնվում ես եւ ընդունում ես նրանց տարբերակը, դա նշանակում է, որ չունես դու այդ ռեսուրսը դիմադրելու եւ երևի եկել ես այն բանին, որ ավելի լավ է հիմա համաձայնվենք, որ ավելի վատ չլինի։ Հիմա այս պայմաններում, եթե դու չես կարողանում խաղաղության պայմանագրի երկու կետը, որոնք քո սրտով չեն, այնպես բանակցես, որ քո սրտով լինեն, այդ ֆոնին արդյոք դու ունես այդ գործիքակազմը, որպիսի գերիների հարցը լուծես։ Կարծում եմ, որ չկա։ Այնպես չի, որ հիմա ցանկանալ չցանկանալը մի կողմ դնենք, բայց դրա հետ մեկտեղ նաև այդ ռեսուրսը պիտի ունենաս։ Հիմա եթե ռեսուրսն էլ չունես, չգիտեմ, դժվար է միանշանակ պատասխան տալ, բայց ասում եմ, այո, քաղաքական առումով կարծում եմ, որ ցանկացած իշխանության համար ցանկալի չի նման կոնկուրենտ ունենալը։ Վերջին հարցս երևի ամենասկզբի հարցը պետք է լիներ, որն է գրքի նպատակը, որն է call to action, թե ինքը ուղղակի այս պահին հաշվի առնելով թեմայի նրբությունը մաքսիմալ ներկայացնելն է մարդուն կատարած աշխատանքը, թե ինչ որ ակնկալիք ունես ընթերցողներից։ Ես առաջին անգամ այս գիրքը գրելու մասին մտածել եմ 2023 թվականի սեպտեմբերին, երբ որ Ռուբեն Վարդանյանին ձերբակալեցին։ Բայց հետո բոլորս հույս ունեինք, որ դա երկար չի տևի եւ շուտով իրեն ազատ կարձակեն եւ նորից ասեմ, որովհետեւ այն ինչի վրա կառուցված է գիրքը, դա մեր 6 տարվա աշխատանքի արդյունքն է, որը միշտ եղել է, չասեմ կոնֆիդենցիալ, պետք գաղտնի բաներ չի եղել, բայց ամենայն դեպս հանրայնացման համար բաներ կան, որ երբևէ նախատեսված չեն եղել եւ ես ինձ չեմ համարել իրավասու դա հանրայնացնելու։ Երկրորդ անգամ այս գիրքը գրելու մասին ես մտածեցի 24 թվականի օգոստոսի 31-ին Նիկոլ Փաշինյանի այդ հայտարարությունից հետո, որ պետք է պարզենք ով է ուղարկել, ինչու է ուղարկել, եւ դարձյալ այդ բաները իմ համար միանշանակ չէին, վերջնական որոշումը կայացրել եմ հունվարի 16-ին, երբ որ եղավ Ռուբենի ուղերձը, 17-ին պետք է դատավարությունը սկսեր եւ ես հասկացա, որ այս մարդը իր պայքարից հրաժարվելու բան չունի, հիմնական նպատակս եղել է ոնց որ բանում գրված է այդ իր հայացքների էվոլյուցիան ցույց տալ, որ 2013 թվականից մինչև 20 թվական այդ մարդը ինչ էր մտածում, ինչ քայլեր էր անում, ինչ իդեաներ ուներ, ինչպես էր դա տրանսֆորմացվում, ինչպես դա արմատապես փոխվեց 2016 թվականի պատերազմից հետո, երբ վերջաբանում եմ կարծեմ գրել, որ իմ նպատակն է, որ մարդիկ իրեն ճանաչեն, ոչ թե սիրեն, հարգեն, հիանան, ուղղակի ճանաչեն, այսինքն այստեղ բաներ կան, որ մարդիկ չեն իմացել, ուղղակի իրենց հետագա վերաբերմունքը Ռուբեն Վարդանյանին կայացնեն նոր այս փաստերի հիման վրա։ Կմնա, եթե բացասական է եղել, կմնա բացասական իրենց իրավունքն է, եթե դրական էր, թող ավելի դրական միգուցե դառնա կամ կփոխվի։ Դա է եղել իմ նպատակը, ուղղակի, քանի որ ես եւ շատ հետաքրքիր էր գրելի ընթացքում ես այդ էվոլյուցիան ինքս իմ համար ինչ որ առանձին բաներ ես իհարկե հիշում եմ, որ 15 թվականին ցենց էր ասում 16-ին, բայց երբ որ աշխատում ես եւ դա հավաքում ես մի բան, իմ համար շատ պարզ եղավ, որ դա այսպես բան ճանապարհ էր։ Եվ կարծում եմ, որ այս գիրքը նաև պատասխանում է այդ հարցին, թե ինչու Ռուբեն Վարդանյանը գնաց Արցախ եւ մնաց այնտեղ, ու կարծում եմ նաև սա, ինչպես եւ նախորդ գիրքներ Վանոյի եւ Վազգենի մասին, ոչ միայն գլխավոր հերոսների մասին է, այլ նաև մեր նորագույն պատմության կարևոր ժամանակահատվածի մասին է եւ եւս մարդկանց հուսով եմ հնարավորություն կտա խորհելու, մտածելու, ինչպես որ մենք ենք այսօր խոսում, ինչու ինչ որ բաներ էսպես չեղան, ինչ կարող էր լինել, եթե լինեին, կարծում եմ ավելորդ չէ եւ օգտակար չէ, որ հնարավորինս շատ մարդիկ այդ հարցերն իրենց տան։ Շատ շնորհակալ ենք, Ռուբեն Վարդանյան Դոն Կիխոտնի վիշապները գրախանութներում արդեն կա։ Այո։ Չգիտեմ, ինչ անենք, որովհետև շատերի մոտ ցանկություն կա, լավ, մի բանով օգնած լինենք, մի բան անենք, դա ի՞նչն է։ Չգիտեմ, ոդքասթն է, ստատուսն է, Ես կարծում եմ ցանկացած մարդ այն պետք է անի, այն ինչ որ ինքը կարծում է, որ կարող է օգտակար լինել։ Կարծում եմ դա ամենաազնիվ եւ ամենաճիշտ եւ ամենաօրգանիկ մոտեցումն է, եթե որևէ մեկը ցանկանում է գնալ ՄԱԿ-ի գրասենյակի մոտ բողոքի ցույցի մասնակցել, թող դա անի, եթե որևէ մեկը ինչ որ հուշեր ունի, Ռուբեն Վարդանյանի հետ կապված կարող է հանրայնացնել, եթե մեկ ուրիշը որևէ մի երկրում ճանաչում է որևէ ազդեցիկ падգամավորի
կամ падգամավորի օգնականի ու միջոցով կարող է այս խնդրին ուշադրություն հրավիրել, թող նամակ գրի։ Կարծում եմ, որ բոլոր մարդիկ, հիմա մենք ապրում ենք այնքան փոխկապակցված աշխարհում, բոլորս կարող ենք աշխարհի տարբեր կետերում գտնել մարդկանց, որոնք կարող են այս հարցում մեզ օգտակար լինել։ Կարծում եմ դա միգուցե, եթե առանձնացնեմ, դա լավագույն բան է։ Այդ մեր ուժեղ կողմն է, որ միշտ ասում եք Տրամպի վարորդը, ախրանի պետը, մեր հարևանի աղջկա, հիմա այդ բանը։ Իսկ մա շնորհակալություն Արաջան։ Ես եմ շատ շնորհակալ, որ հրավիրեցիք եւ կարծում եմ շատ կարևոր զրույց ունեցանք ոչ միայն գրքի, այլև այն ընդհանուր մթնոլորտի մասին, որը եղել էր եւ կա այսօր։ Ես կեսն եմ կարդացել, այս եթերից հետո գնում եմ մյուս կեսը վերջացնեմ։ Լուրջ քաստներ, դերիթրում մերսի բաժանորդագրվեք, մենք միշտ հետաքրքիր ենք ունենում, բաց մի թողեք, ոչ մի թողարկում, լայք, կոմենտ, այդ ամեն ինչը գիտեք։